Պարոն վարչապետ, Հայաստանում է Ղազախստանի պատվիրակությունը, արտգործնախարարը, ես կուզեի իմանալ արդյոք ղազախական կողմը Հայաստանի հետ բանակցությունների օրակարգում ունի, այս այցի ընթացքում ունի երկաթուղու կառավարման փոփոխության հարցի շուրջ քննարկում, այսինքն այս հարցը արդյոք ներառված է այս այցի օրակարգում, եւ եթե այո, դուք այսինքն պատրաստվում եք անկախ Ռուսաստանի դիրքորոշումից միևնույն է ղազախական կողմի հետ քննարկել կառավարումը ղազախական կողմին հանձնելու հարցը եւ մինչեւ Հայաստան ժամանելը նաեւ Բաքվում են եղել ղազախ պաշտոնյաները, ես ուզում եմ իմանալ, այնտեղ հայտարարվեց, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկվել է թրիփի իրագործման հեռանկարները, թրիփը ըստ էության հայ-ամերիկյան նախագիծ է, կխնդրեի բացատրեիք, ինչ են քննարկում օրինակ Ադրբեջանն ու ձեզ հայտնի է, ինչ կարող են քննարկել Ադրբեջանն ու ղազախական կողմը թրիփի իրագործման հեռանկարների վերաբերյալ։ Նախ առաջին հարցի հետ կապված մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել եւ ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության համենայն դեպս այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են եւ բաց են, մենք շարունակելու ենք աշխատանքը, իսկ Ղազախստանը օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը թրիփի վերաբերյալ, ինչ կարող է նրանց հետաքրքրել։ Սա միջազգային հաղորդակցության նոր ուղի է բացվում եւ գիտեք, որ Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր խաղացողներից է, խոշոր դերակատարներից է, մասնավորապես Չինաստանից եւ դեպի Չինաստան ապրանքների հոսքի առումով եւ Ղազախստանի մեր գործընկերները այդ հարցը մենք նաեւ իմ այցի ընթացքում ենք քննարկել, փորձում են հասկանալ առավել առարկայական, թե տրանսպորտային ինչ հնարավորություններ են բացվում եւ ինչպես է դա անդրադառնալու եւ ինչ նոր հնարավորություններ են բացվում իրենց համար եւ այս թեմայով Ղազախստանը միակ երկիրը չի ակնհայտորեն, որ հետաքրքրված է, բազմաթիվ երկրներ հետաքրքրված են եւ մենք այսինքն հրապարակային process է գնում եւ մենք չենք պատրաստվում բնականաբար թաքցնել մեր գործընկերներից եւ բնականաբար մենք այդ թվում Ղազախստանին պիտի հրավիրենք պատրաստ լինել Հայաստանով անցնող տարանցիկ ուղիները օգտագործել իրենց արտահանումների, ներկրումների եւ իրենց կողմից մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ դիտելու համար, որովհետեւ տրանսպորտի ոլորտի եթե այսպես ասենք բիզնեսը, որը մասնավոր է, բայց իհարկե պետությունը նաև որոշակի դեր ունի, ինքը չի կարող առանձին վերցրած կտորով լինել, որովհետև այո, շատ լավ, երկրի մի հատվածից վերցվեց, տարվեց մյուս սահման, բայց ի շարունակություն պետք է լինի գործընկերություն ամուր, որպեսզի այդ հատվածը աշխատի, կարողացա ասել ինչ է։ Մեր օրակարգ այն է, ինչ որ ասացի։ Իսկ երկաթուղու հետ կապված հարցը ընդհանրական պարզա հրապարակային քննարկող հարց է, հնարավոր է նաև այդ հարցին անդրադարձ լինի, բայց Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենում։